Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչպես նշեցիք, չկա այսպես գործ այստեղ, դուք նշեցիք ձեր խոսքում, չկան դուժողներ, չկան հանցագործներ, լավ ում համար է, ինչի համար է այս գործը դեպքում։ Ես չեմ հասկանում, ես անկեղծ ասած ի սկզբանե չեմ հասկանում, նախ նման վարույթ առհասարակ չպիտի նախաձեռնվի, որովհետև եթե ոչ հանցագործություն կատարած անձ կա, ոչ հանցանք կա, ոչ հանցագործության մասին պատշաճ հաղորդում կա, ոչ մի բան չկա։ Մենակ կա Էդգար Ղազարյան, որը ունի մեղադրյալի կարգավիճակ։ Այն էլ ինչի համար, որ ինքը հրապարակային խոսքա արտասան է։ Դման բանի համար ո՞նց է հնարավոր։ Այդ ընդ որում օրենքը պահանջում է, որ եթե սահմանադրական դատանի դատավորներին է ինչ-որ բան վերաբերի, իրանք պետք է ներկայացնեին հաղորդում հանցագործին։ Նման նրանք տեղյակ չեն այս ամեն ինչից Աշխատակցի միջոցով։ Աշխատակցի միջոցով որոնք գործից անել են։ Այս ընթացքում հա, բայց չէ, բայց այս բան չի կարող լինի։ Սամվել Առաքելյանն էլ ով եկավ ստե ցուցմունք տվեց, գնաց գործից անեն։ Հիմա ես հարցում եմ արել սահմանադրական դատան, թե Սամվել Առաքելյանը ինչ ընդ որում հանել են պաշտոնից իջեցրել են։ Նշանակել են ՍԴ-ում նախագահի խորհրդական, երբ որ ինքը աշխատակազմի ղեկավար էր։ Այսինքն ուղի եթերով նայել են, տեսել են ստե ինչեր է խոսել, ասել են ո՞նց կարա մնաց դե։ Ենթադրում եմ, ես հիմա հարցում եմ արել ՍԴ, որ ասեմ, ինչի է Սամվել Առաքելյանի պաշտոնից ազատ է։ Չեն պատասխանել, տվել են վարչական դատան, որ մայիսի 14-ին ընդեղ ա նիստ։ Որ պարտավորեցնեն ՍԴ-ին, ասեն տենանք այդ մարդուն չեն գործից անել, որովհետև եթե պատճառները սրանով է պայմանավորված, սա էական ազդեցություն կունենա այս հանգամանքի վրա։ Իսկ ապօրինի վարույթ է նախաձեռնված, ի սկզբանե չպիտի նախաձեռնվեր, որևէ ապացույց ձեռք չեն բերել է ներկայացրել է որպես ապացույց հանրային մեղադրող իմ հարցազրույցների YouTube-յան հղումները։ Այսինքն դրանք ապացույց են, որ ես հարցազրույց եմ տվել։ Բայց ապացույց չի, որ այդ հանցանք է։ Ինքը հանցանք հիմնավորող որևէ ապացույց դատան, այն չեմ ասում էլ ապացույցների որակը։ Բոկա երգը բերել են միացել են դատանը որպես ապացույց։ Ոչ երկի հեղինակն եմ, ոչ բառերի հեղինակն եմ, ոչ ես եմ երգում, ոչ արանժիրովկան եմ ես արել։ Սա գոնե իմ կատարման բերեն, այն էլ ինչ երգ։ Շեֆ 3 года в зоне, где-то позади։ Մի գործով, որը նախատեսում եմ մինչև 5 տարվա ազատազրկում, այդ թվում 3 տարվա։ Այդ հնչել է այդ երգը դատանում։ Այդ երգը հնչել է դատանում որպես ապացույց։ Հիմա պետք է ուսումնասիրենք, հասկանանք այդ ինչ երգը, որտեղ ավելավ երգեր կա, ավելավ երգեր կա։ Հələ Արսեն Թորոսյանն է երգում, այս վերջերս, հələ դրա երգ չեն բերել։ Կարող է լավը ավարտվում է դատական, էլ չի կարա դատախազը ապացույց ներկայացնել, որտեղ ապացույցների մեջ կարող լինի Արսեն Թորոսյանի կատարմամբ ՔՊ-ի օրներքը։ Պատկերացնում եք այդ իշխայդարակ ապացույցը։